ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Արամ Մանուկյանին հասցված ապտակն ապտակ էր 131 պատգամավորին, ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին արտահերթ նիստը։ Անձը, ով 3 ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվելու բաժին էր ներկայացել պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով, ստորագրությամբ ազատ է արձակվել, չնայած որ ընդունել է, որ արարքն ինքն է կատարել։ Բռնությունները Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության կողմից ձևավորված անպատժելիության մթնոլորտի հետևանք են։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել։ Պետության վարկի, պետության հեղինակության խնդիրը, երբ որ մենք միակողմանի հայտարարություն ենք անում, հետո այդ հայտարարությունը չենք կատարում։ Եվրոպական դատարանի իրավասությունն ընդունելուց ի վեր Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն 2002 թվականից 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ միեդ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ։ Մենք օրեկան տասնյակ քրեական գործեր հարուցում ենք, տասնյակ քրեական գործեր կարճում ենք։ Ինչու է Կոստանյանը գործեր հարուցում, հետո նորից կարճում իր իսկ հարուցած քրեական գործերը։ Գևորգ Կոստանյանի եւ Աղվան Հովսեփյանի միջև հակասություններից բացի բարձրաձայնվում է մի նոր ՄԻՊ Կարեն Անդրեասյան եւ Գևորգ Կոստանյան հակասության մասին։ Անտարես հրատարակչությունն առաջիկայում կդիմի դատախազություն, եթե օրերս ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից հրահրված միջադեպի առթիվ քրեական գործ չհարուցվի, ինչով էին պայմանավորված հարկայինի աշխատակիցների գործողությունները։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կվավերացվի դեկտեմբերի 23-ին։ Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահը։ Այսօր ազգային ժողովում արտահերթ նիստի մեկնարկին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները ելույթներով հանդես եկան, առաջարկեցին արտահերթ նիստում քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես վերջին օրերի դեպքերը։ Միջև այս արտահերթի օրակարգին անցնելը, որը 7 վարկային պայմանագրով հերթական անգամ ավելացնելու է երկրի արտաքին պարտքը, որտեղ մենք գիտենք, թե ինչպես են կերել բազմաթիվ վարկեր եւ որևէ վստահություն չկա, որ այս վարկերը եւս չեն արժանանալու նույն անփառունակ ճակատագրին, մենք առաջարկում ենք ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից հստակ գնահատական տալ, կրկնում եմ, թե ազատամարտիկների, թե մեր գործընկեր Արամ Մանուկյանի հանդեպ տեղի ունեցածին։ Այնուհետև ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները համաձայնության եկան եւ բոյկոտեցին հրավիրված արտահերթ նիստը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը սակայն չմիացավ այդ նախաձեռնությանը։ Նախատեսվում էր այսօր ժամը 18:30-ին արտահերթ նիստ անցկացնել, սակայն ՀՀԿ-ն այն տապալել է, գրանցվել է 45 պատգամավոր։ Նշենք, որ քվորում ապահովելու եւ նիստը սկսելու համար անհրաժեշտ էր, որ գրանցվի 66 պատգամավոր։ Այնուհետև Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը եւ ՕԵԿ-ը համատեղ հայտարարություն են տարածել, որով խստորեն դատապարտել են տեղի ունեցած բռնարարքները եւ իրավապահ մարմիններից պահանջել են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, սեղմ ժամկետներում այդ հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու եւ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաեւ բռնության կոչերի եւ դատապարտելի հայտարարությունների համար 4 խմբակցությունները պահանջում են անհապաղ պաշտոն անկանել ոստիկանության զորքերի հրամանատար փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանն ով անհայտ անձի կողմից հարձակման ենթարկվեց դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան շքամուտքի մոտ, մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին մեզ փոխանցեց ընդդիմադիր պատգամավորի որդին Արեն Մանուկյանը։ Պատգամավորը գտնվում է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում, քանի որ ուղեղի ցնցում է ստացել եւ տեսողության հետ կապված խնդիրներ ունի։ Անհրաժեշտ է, որ մի քանի օր եւս գտնվի բժիշկների հսկողության տակ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն
մասին, որ գործով կասկածյալ կա 1973 թվականին ծնված Արշակ Սվազյանը, ով դեկտեմբերի 14-ին Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն։ Կան տեղեկություններ, որ Արշակ Սվազյանը Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արաքել Մովսիսյանի վարորդներից է եղել, վարել է Ազգային ժողովի պետհամարանիշերով մեքենա։ Այսօր պարզ դարձավ, որ Արշակ Սվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, չնայած որ ընդունել է, որ արարքն ինքն է կատարել։ Ավելին բացատրել է ինչ պատճառներ է ունեցել եւ ինչպես է կատարել արարքը։ Այս մասին մեզ փոխանցեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել դատապարտելով ընդդիմադիր գործիչների ու ազատամարտիկների նկատմամբ վերջին օրերի բռնարարքները, դրանք համարելով Հայաստանում անպատժելիության մթնոլորտի հետևանք։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, մեջբերում ենք. Բռնությունների թիրախ դարձած անձիկ ունեն մեկ ընդհանրություն, նրանք բոլորն էլ հանրությանը հայտնի են Հայաստանի Հանրապետությունում իշխող ռեժիմի անձամբ Սերժ Սարգսյանի գործունեության սուր քննադատությամբ։ Բռնությունների հերթական շարանը հանդիսանում է մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում ոչ լեգիտիմ իշխանության եւ նրա առանձին ներկայացուցիչների գործունեությունը քննադատողների նկատմամբ բռնություն կատարող անձանց եւ նրանց պատվիրատուների անպատժելիության հետևանքը։ Սույն հայտարարությամբ ահազանգում ենք, վտանգվում է Հայաստանի Հանրապետությունում ինքնիշխան իրավական ժողովրդավար սոցիալական պետության սկզբունքները, խստիվ դատապարտելով բռնությունների նշված դեպքերը, դրանց կատարման եւ բացահայտման անմիջական պատասխանատու ենք համարում Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությանը։ Նշվում է հայտարարության մեջ։ 2002-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացվել է ավելի քան 2000 գանգատ եւ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ կայացվել է 49 վճիռ։ Ներկայացվել է ընդհանուր շուրջ 15 միլիոն 260 հազար եվրոին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 574 հազար եվրոն։ Այս տվյալներն այսօր հրավիրված միջազգային համաժողովի ժամանակ հրապարակեց մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոններն համատեղած Գևորգ Կոստանյանը։ Ամիսներ առաջ այս պաշտոնների համադրության վերաբերյալ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը գալայի հարցինի պատասխան սա շատ յուրօրինակ իրավիճակ էր գնահատել։ Կառավարության լիազոր ներկայացուցիչի աշխատանքը բացի զուտ ֆորմալ, արդեն ասեցի, փաստաբանական գործառույթ հանդիսանալուց նաեւ համակարգման, կոորդինացման, ուղղորդման գործառույթը իր մեջ պարունակում։ Ռիսկային այն հանգամանքը, որ գլխավոր դատախազը եվրոպական դատարանում կարող է, այսպես ասենք, խոչընդոտող ֆունկցիա իրականացնել։ Ավելի վաղ մեր ուղարկած պաշտոնական հարցմանը դատախազությունից պատասխանել էին համադրությունը չի հակասում ընդունված միջազգային փորձին։ Կոստանյանն այսօր դարձյալ անդրադարձավ այս հարցին, պարզվեց վերջինս ոչ միայն պաշտոնների համադրության մեջ ռիսկեր չի տեսնում, այլ նաև նեղսրտում է, որ իրեն որպես միեդում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ սահմանափակ լիազորություններ են տալիս։ Ամենը կոպիտ ասած փոստատարի դեր են կատարում։ Իսկ մենք հարցում ենք անում այս ինչտեղ, դու ինչ ունես ասել, ինքը պատասխանում է, մենք փոխանցում ենք։ Չնայած նման կաշկանդված լիազորություններին մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը այնուամենայնիվ դժգոհությունների տեղ թողել է։ Դրանից մեկը բարձրաձայնում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Ընդունելի չէ, երբ որ պետությունը միակողմանի հայտարարություն է կատարում։ Երբ որ ասենք կառավարության համար իմ կարծիքով ամենայն դեպս նույնպես տեսանելի է լինում խախտումը, բայց չգիտեք ինչի մենք սպասում ենք մինչև վճռի կայացմանը։ Ինձ համար առավել անընդունելի էր, երբ որ կառավարությունը 3 գործերով վերջին 3 վճիռները, որոնք կայացվեցին իմ մասնակցությամբ, կառավարությունը արդեն իր միակողմանի հայտարարության պահանջները ըստ էության չկատարեց եւ դա պատճառ հանդիսացավ, որպեսզի դատարանը այդ գործերը վերականգնի ցանկում եւ դրանցով վճիռ կայացնի։ Կցանկանայի, որպեսզի հետագայում մենք խուսափեինք նման երևույթներից, որովհետեւ դա ըստ էության նաեւ պետության վարկի պետության հեղինակության խնդիր է, երբ որ մենք միակողմանի հայտարարություն ենք անում, հետո այդ հայտարարությունը չենք կատարում եւ դատարանը ստիպված է լինում վճիռ կայացնել։ Նման խնդիր առաջացել էր Բաղդասարյան-Զարիկյան ծննդեմ Հայաստանի գործով։ Բաղդասարյանը ներկա էր համաժողովին եւ եւս մեկ անգամ իր դժգոհությունը հայտնեց Գևորգ Կոստանյանից։ Դուք ձեր սխալները մի բարթեք ուրիշների վրա։
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջև հակասություններից բացի բարձրաձայնվում է մի նոր՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան և Գևորգ Կոստանյան հակասության մասին։ Նման ենթադրությունների հիմք տվեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը օմբուդսմենի կազմակերպած կլոր սեղան ձևաչափում դատախազ Կոստանյանի բացակայությունը, որին ՄԻՊ-ը այսպիսի բացատրություն էր տվել։ Այս տարի համագործակցությունը չի ստացվել կոնկրետ այդ կառույցի դատախազության հետ։ Արդյոք հակասության պատճառն այն է, որ Կոստանյանը փորձում է ընդգծել իր լիազորությունները այս կառույցների նկատմամբ։ Ես չեմ կարծում, որ ողջամիտ կլինի պնդել, որ որևէ սուբյեկտի կողմից, որևէ պաշտոնյայի կողմից իր լիազորությունների իրականացումը ինքնին դիտվում է լիազորությունների իրականացման ինչ որ բան է, չարաշահում չէ, գերակայության ինչ որ սահմանույթ։ Դատախազը ունի իր գործառույթը, քննիչը ունի իր գործառույթը, յուրաքանչյուրը իրականացնում են իրենց լիազորությունները։ Հիմա, եթե քննիչը կայացրեց ապօրինի որոշում, դատախազի գործողությունն էլ վերացնել այդ ապօրինի որոշումը։ Եթե քննիչը կայացրեց օրինական որոշում, դատախազը կհաստատի այդ որոշումը։ Սրա մասին է խոսքը։ Խնդիրը սակայն այստեղ այն է, որ դատախազը ինքը շատ դեպքերում չի կողմնորոշվում, որն է օրինականը, որն անօրինականը։ Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ դատախազությունը կարճել է իր իսկ հարուցած ևս մեկ քրեական գործ։ Խոսքը Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական պետական կոմիտեի Շենգավիթի բաժնի պետի եւ քննիչներից մեկի դեմ հարուցված գործի մասին է։ Այս գործը Գևորգ Կոստանյանի ղեկավարած կառույցի կողմից էր հարուցվել եւ ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն քննելու։ Հատուկ քննչական ծառայությունը որոշել էր կարճել գործը, Կոստանյանն էլ այն երկրորդ անգամ էր ուղարկել ՀԿԾ։ Այժմ պարզ է դառնում, որ գործը նորից է կարճվել, այս անգամ արդեն Կոստանյանի կողմից։ Մենք օրեկան տասնյակ քրեական գործեր հարուցում ենք, տասնյակ քրեական գործեր կարճում ենք։ Սա նորմալ ընթացակարգ է։ Ավելի վաղ, սակայն Գալայի հետ զրույցում իրավապաշտպան Արտուր Սակունցն այս հարցին այլ բացատրություն էր տվել, թե Աղվան Հովսեփյանը, թե Գևորգ Կոստանյանն իրենց գործողություններում ազատ են այնքանով, ինչքանով իրենց թույլ կտա Սերժ Սարգսյանը։ Ուստի զարմանալ պետք չէ, որ Կոստանյանը գործեր է հարուցում, հետո կարճում իր իսկ հարուցած գործերը։ Երկուսնից միայն մեկ նպատակի համար են ստեղծված ապահովելու Սերժ Սարգսյանի ռեժիմի ուրեմն հրահանգները, իրացնելու այդ հրահանգները։ Այդ կոնֆլիկտը միշտ ունի որոշակի սահման, որտեղ կառնչվի կլանի շահերին։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ համագործակցությանը, Կոստանյանը վստահեցնում է, համագործակցության սահմանները օրենքով են ամրագրված ու ինքը դրանք պահպանում է։ Անկախ նրանից, թե այդ համագործակցությունը բավարարում է, թե չի բավարարում կոնկրետ ինչ-որ խնդիրների լուծմամբ։ Ոչ, սա իմ լիազորությունն է համագործակցության, սա իմ պարտականությունն է համագործակցության մեջ, ես դրանք խստորեն պահպանել եմ եւ պահպանում եմ։ Իրավապաշտպանները սակայն բարձրաձայնում են այլ խնդիր, գերատեսչությունների ղեկավարների անձնական խնդիրների հետևանքով խեղվում են մարդկային ճակատագրեր։ Ես մարդու ճակատագրի նկատմամբ բավականաչափ եւ առավելագույն հարգանքով եմ վերաբերում, որպեսզի ինձ թույլ տամ նման շքեղություն կամ ապօրինություն մարդու ճակատագիրը լուծել այս կամ այն անձի հետ հիպոթետիկ ենթադրյալ հակասություն ունենալու կամ չունենալու հետ կապված։ 1. Երկրորդը, անձնական որևէ խնդիրներ որևէ մեկի հետ ես չունեմ եւ չեմ էլ ունեցել։ Եվ ամենակարևորը, անձնական խնդիրներով պայմանավորված ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է իրականացնել իր պաշտոնական լիազորությունները։ Սակայն հիշեցնենք Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանի գնահատմամբ հենց պաշտոնական լիազորության չարաշահում էր Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում է եղել եւ որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել։ Ալումյանը սա համարում է կանխակալ հայտարարություն, որի վրա էլ կառուցվել է հետագա ամբողջ գործը։ Օրերս Անտարես հրատարակչությունում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Այս մասին մեծ հետ զրույցում ասաց հրատարակչության տնօրենի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Խոսքն այն մասին է, որ դեկտեմբերի 10-ին 3 անձինք այցելել են հրատարակչության գրասենյակ, ներկայացել ֆինանսների նախարարության աշխատակիցներ ու փորձել են ստուգումներ իրականացնել։ Օպերատիվ հետախույզներ ներկայացած անձանցից սակայն միայն մեկի մոտ է եղել համապատասխան վկայական եւ նրանց հետ միջադեպ է գրանցվել։ Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը
Մարտիրոսյանը մեծ զրույցում մանրամասնեց, որ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները միջադեպ են հրահրել այն բանից հետո, երբ փաստաբան Տիգրան Եգորյանը որոշ հարցեր է ուղղել վերջիններիս ու պահանջել, որպեսզի նախատեսվող հարկային ստուգումները լինեն բացառապես օրենքի շրջանակներում։ Կապ չունի, սա հրատարակչություն է, թե երշիկի արտադրամաս, միևնույն է, Հայաստանի քաղաքացիները իրավաբանական անձինք պետք է հավասար դաշտում գտնվեն, ու եթե դու հրատարակիչ ես, չպիտի լինես արտոնյալ վիճակում, պետք է նույն կարգով ստուգեն, զննեն, բայց ամեն ինչը պետք է լինի օրենքի սահմաններում, եւ մյուս կողմից ամենակարևորը պետք է այցելեն հիմնարկներ հայաստանցու հետ, պետք է խոսեն կիրթ մարդիկ։ Բացի այն, որ ֆինանսների նախարարությունը դեռևս չի արձագանքում, չի ներկայացնում որևէ բացատրություն օպերատիվ հետախույզների գործողությունների վերաբերյալ, նաև իրավապահ մարմիններն են այս հարցում անգործություն ցուցաբերում։ Փաստաբան Տիգրան Եգորյանն իր հերթին նշեց, որ եթե առաջիկայում գլխավոր դատախազությունն այս գործով չզբաղվի, ուրեմն իրենք համապատասխան դիմում կներկայացնեն։ Անտարես հրատարակչության տնօրենից հետաքրքրվեցինք, թե իր գնահատմամբ ինչով են պայմանավորված վերջին գործողությունները, դրանցում ինչ-որ դիտավորություն տեսնում է, նա արձագանքեց։ Պայմանավորված է կոռուպցիայով այդ մարմիններում։ Այդ մարմիններում կան մարդիկ, որոնք թայֆայությամբ են զբաղվում, իրենց անձնական հարցերն են լուծում։ Մենք տեսնում ենք, որ անձամբ շատ-շատերը մեր մրցակիցներն են։ Այս պահին ինչ-որ փաստ չունեմ, որ ասեմ, խնդիրն այսինչ տեղից է, եկեք մտածենք, որ սա տարրական փնթիություն էր։ Սա լավագույն երազանքը կլինի Հայաստանում։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը կարևորել են այն, որ հունվարի 1-ից կգործի Եվրասիական տնտեսական միությունը եւ վստահություն են հայտնել, որ հետագայում միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կավելանա։ Նազարբաևի խոսքով ապրանքաշրջանառության կրճատումը նկատվում է միայն գումարային առումով, մինչդեռ ֆիզիկապես համագործակցության ծավալները ավելանում են։ Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպում կլինի եւ մենք կվավերացնենք նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Հնարավոր է Ղրղստանը եւս պատրաստ կլինի, նշել է Նազարբաևը Ղազախստանում գտնվող Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը համատեղ հայտարարություն են հրապարակել, որում քննադատել են Կիրակի օրը Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները։ Ավելի վաղ Կիրակի օրը Թուրքիայի ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել էր 2 տասնյակից ավելի մարդ։ Նրանց թվում է թուրքական խոշորագույն Zaman թերթի գլխավոր խմբագիրը Samanyolu հեռուստաալիքի ղեկավար Հիդայեթ Քարաջան, այդ նույն հեռուստաընկերության պրոդյուսերներ Սալի Ասլան ու Էնգին Քոչը, հեռուստատեսային ծրագրերի սցենարիստ Մակբուլ Չամը եւ այլոք։ Ստամբուլի գլխավոր դատախազի գրավոր հայտարարության համաձայն ձերբակալվածները մեղադրվում են այսպես ասած ահաբեկչական կազմակերպություն ձևավորելու, խարդախության ու զրպարտության մեջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրամիությունը անկախ ու թափանցիկ հետաքննության հույս է հայտնել։ Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիայում անցկացվել էր հակակոռուպցիոն օպերացիա, որից հետո երկրում տեղ ունեցան ոստիկանության աշխատակիցների մասսայական ձերբակալություններ։ Նրանցից շատերին մեղադրում են իսլամական աստվածաբան Ֆեթոլա Գյուլենի ոչ պաշտոնական կազմակերպության անդամ լինելու մեջ, ով ապրում է Միացյալ Նահանգներում եւ իբր թե այնտեղից հովանավորում եւ ֆինանսավորում է այն։ Թուրքիայի նախագահ Էրդողանի կարծիքով Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը։ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտարարել է, որ Սիդնեյում պատանդներ վերցնելը հանդիսանում է այսպես ասած քաղաքական դրդապատճառներով ակցիա։ Էբոտը սարսափեցնող է անվանել պատանդներ վերցնելու իրավիճակն ու կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պահպանել հանգստություն ու զգոնություն։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչի հետ բանակցություններ են տարվում։ Իրավապահ մարմինները բացահայտել են ահաբեկչի ինքնությունը, սակայն առայժմ հետաքննություն է տարվում այդ իսկ պատճառով նրա անունը գաղտնի են պահում։ Ավստրալիական հեռուստաալիքների ցուցադրած կադրերում երևում է, թե ինչպես են սրճարանից դուրս վազում 3 տղամարդ, իսկ այնուհետև եւս 2 կին։ Հիշեցնենք, այսօր առավոտյան Սիդնեյում զինված անձը պատանդ էր վերցրել քաղաքի խանութ սրճարաններից մեկի այցելուներին ու աշխատակիցներին։ Գերիներին ստիպել է պատուհաններից արաբերեն գրությամբ դրոշներ կախել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կիրակի հանդիպել են Իտալիայում եւ քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել Սիրիայում եւ Ուկրաինայում կատարվող գործողություններին։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շուտապույտ կարգավորման երկել գտնել Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության հարցում։ Իսկ այսօր Հռոմում Ջոն Քերին հանդիպել է նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաեւ անցնող շաբաթ պաղեստինա-իսրայելական սահմանի մոտ պաղեստինցի նախարարի մահվան հանգամանքները։ Ըստ իսրայելական կողմի նախարարը մահացել է սրտի կաթվածից, սակայն պաղեստինյան կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ 55-ամյա նախարարը մահացել է ցուցարարների ուղղությամբ արձակված արցունկաբեր գազի պատճառով։
Ոչ ռասիզմին մեջ տարածքում տեղ չկա նացիստների համար նման կարգախոսներով գերմանական Քյոլն քաղաքում տեղի ունեցել բողոքի ակցիա։ Ցուցարարները իրենց մտահոգությունն են հայտնել ծայրահեղական շարժումների վերաբերյալ։ Քաղաքի փողոցներ են դուրս եկել ավելի քան 15,000 մարդ, որոնց թվում եղել է Քյոլնի քաղաքապետը, ինչպես նաև մշակույթի հայտնի գործիչներ։ Հիշեցնենք, հոկտեմբեր ամսին եւս Գերմանիայում տեղի ունեցան նմանատիպ բողոքի ակցիաներ, որոնք վերածվեցին անկարգությունների, ինչի արդյունքում վիրավորվեցին ոստիկանության տասնյակ ներկայացուցիչներ։